Բարևձեզ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր հրավիրել ենք մենք, որ ներկայացնենք մեզ հասանելի ադրբեջանական մի փաստաթղթի մասին տվյալ եւ ձեզ կներկայացնենք այդ փաստաթուղթը, նաեւ կներկայացնենք թե ինչ կա այդ փաստաթղթում։ Պրոցեսը վերաբերվում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի կոնցեպտի, ինչ է իր մեջ ներառում։ Ադրբեջանցիները մշակում են ծրագիր, մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու եւ ինչ իրավունքներ են ունենալու։ Թույլ տվեք բաժանեմ, ըստ դրա նաեւ հարցերին պատասխանեմ։ Բայց ինչու դրանից հայերեն։ Որ ադրբեջանցիները իրենց գրածն է, հայերեն չեն գրել։ Այո, այո։ Բոլոր կոնցեպտը, որի համար ուզում են գազետան։ Տեսեք, վերջի հիմնական շարժը այս ուղղությամբ սկսվել է 2023 թվականին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը համակարգող է նշանակվել այս process-ի եւ գրեթե ամեն տարի անցկացնում է միջոցառումներ վերադարձի ձևաչափով, բայց վերջի ժամանակաշրջանը, վերջի 4 ամիսը ամենաակտիվ ժամանակաշրջանն է դրա համար, որովհետեւ մի շարք հայտարարություններ են արվել ամենաբարձր մակարդակով աջակցող։ Առաջի հայտարարությունը ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունից գիտնականների հետ, գիտությունների ակադեմիայի հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի վերադարձի հետ կապված, որ խաղաղությունից հետո մենք պետք է վերադառնանք այնտեղ։ Երկրորդը դրանից հետո սկսվեց կրոնական առաջնորդների հայտարարությունները, Փաշազադեի տեղակալի հայտարարությունը մզկիթների վերականգնման հետ կապված։ Իսկ դրանից հետո արդեն մասսայական սկսեցին միջոցառումներ, անգամ անցած տարի եղել է Բրյուսելում։ Այս ինչ ներկայացրեցի, սակայն վերջի հայտարարությունը 2-3 ամսվա են, բայց անցած տարի անգամ Բրյուսելում վերադարձի մասին համագումար էին արել եւ ներկայացրել են եվրոպական հանրությանը, թե ինչու են իրենց պետք վերադարձ եւ այլն։ Այս դրությամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները մենք տեսնում ենք, որ շեղվել է այս ուղղությամբ։ Սյունիքի ճանապարհ ստանալուց հետո նրանք կենտրոնացել են ուժերը վերադարձի իրենց կարծիքով վերադարձի գաղափարի վրա եւ ամենահատկանշական ու ցավալին այս պատմության մեջ մի բան է, որ ընտրություններից 11 օր հետո դրված է մեծ ֆորում ադրբեջանցիների վերադարձը, իսկ համայնքը գիտեք ուր, Մեղրիից 10 կիլոմետր հեռավորության վրա, Մեղրի ամենամոտ համայնքում Օրդուբադում, Նախիջևանում։ Ինչ է սա նշանակում։ Կան հարյուրավոր արդեն փաստեր, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական մոտիվը Սյունիքի ճանապարհը իրենց համար բացելուց հետո նրանք գնում են մյուս ճանապարհին, արդեն մյուս քայլն են առաջնահերթ համարում վերադարձի քայլը։ Եվ այս կոնցեպցիայի մեջ շատ տարօրինակ մի քանի բաներ կա։ Առաջինը ուժային կառույցների իրենց համար առանձին ուժային կառույցներ ունենալու գաղափարն է, այսինքն նրանք երկարաժամկետ ծրագիր ունեն, որ իրենց կարծիքով վերադարձող ադրբեջանցիները, իսկ մեր կարծիքով այն մարդիկ, ում ուզում են Հայաստան ուղակի ուղարկեն, եւ ճշմարտությունը դա է, պետք է ունենան անվտանգային ուժեր։ Այո, եւ մեր ամբողջ սահմանադրությունը պետք է հասանելի լինի լեզուներով ադրբեջաներեն եւ ադրբեջաներեն լեզվի իմացությունը պետք է լինի հասանելի իրենց համար ուսուցումնել։ Մի հատկանշական բան կա կոնցեպցիայի մեջ, եթե ժամանակ ունենաք, խնդրում եմ էլի նայեք, սա իրենց օֆիցիալ կայքերից, օֆիցիալ մի քանի տեղեկատվական պորտալներից ստացած տեղեկատվություն է, որը Միլի Մեջլիսում իրենց ազգային ժողովում քննարկված եւ ՄԱԿ ներկայացված ծրագիր է։ ՄԱԿ ներկայացված ծրագիր է։ Այսինքն երկու հոգի չեն հավաքվել սա իրար մեջ որոշվել, ներկայացրել են ՄԱԿ, ներկայացրել են Բրյուսելում, Միլի Մեջլիսում ներկայացրել են ազգային ժողովում, համակարգում է, ֆինանսավորում է անձամբ նախագահի աշխատակազմի ղեկավարը Ադրբեջանի,
հայկական գյուղեր վերադարձ, իրենց մոտ ոչ միայն ծրագիր է ուղղակի ապագայի համար, այլ նաև պլանավորված քայլերով հաջորդական իրականացումը ու մի քանի հատկանշական բան։ Այստեղ կոնցեպցիայի մեջ գրված է, որ վերադարձը պետք է լինի ոչ թե բոլոր համայնքներ, այլ այն համայնքները, որտեղ իրենց կարծիքով իրենք ապրել են։ Առաջնայինը իրենց տերմինոլոգիայով եմ ասում, Զանգեզուրի տարածաշրջան, իրենց տերմինոլոգիայով մեր Վարդենիսի տարածաշրջան, Մասիսի տարածաշրջան, այն տարածաշրջանները ու ասում է, որ նաև կոնցեպցիայում, որ եթե թույլ չտրվի նույն բնակչության թվականական իրենց հետնորդների այնտեղ վերադարձ, դա կհամարվի ռասիզմ։ Այն ազգն է սա ասում, այն պետությունը այսինքն Երևանի սկիզբը համարվող այն փոքրիկ հատված Արվարձանը, Գավիթը եւ Խորվիրապ գյուղը, որ իրենք նախկինում Քուչուկ բեդի են անվանել։ Հա, դրա մասին տվյալ կոնցեպցիայի մեջ կա ամենայն հավանականությամբ ինչ որ բնակչություն ունեցել են, եթե այդ տվյալներով, բայց կոնցեպցիայի մեջ հենց գրված է, որ այն համայնքները, որտեղ իրենց կարծիքով իրենք բնակվել են, Խորվիրապի տարածաշրջանի մասին կխորանանք, ուսումնասիրենք։ Մենք ուզում ենք մեր հայրենակիցները ուղղակի ծանոթանան տվյալների հետ, ծանոթանան այս ամբողջ տեղեկատվության հետ ու հասկանան, որ Ադրբեջանը ինչ ուզել է, մեր այսօրվա կառավարությունը տվել է։ Եվ մի քանի հայտարարություններ ազգային ժողովի նախագահի, այսօրվա սոցապ նախարարի եւ մի քանի պաշտոնյաների մեզ հուշում են, որ իրենք չեն կարողանալու մերժեն իրենց հաղթած նախագահին։ Եվ սա էլ Սյունիքի ճանապարհի, Սահմանադրության փոփոխության, 5 շրջանների, 2 շրջանի, Արցախի պես զիջվելու է։ Դրա պատճառով մենք պետք է մեծ փոփոխություն անենք այս մարդկանց, ովքեր պարտություն են կրել եւ զիջել են գրեթե ամեն ինչ, անգամ Սահմանադրության փոփոխությունը պետք է հեռացվեն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։